Մասնագիտություն։ Բարև ձեզ հարգելի ռադիոլսողներ, նաև հանրային ռադիոյի կայքում, YouTube-յան, Facebook-յան էջում մեզ հետևողներ, այսօր ներկայացնելու ենք մի մասնագիտություն, որի մասին նախ լսենք իմ գործընկեր Իզաբելլա Գրիգորյանի պատրաստած նյութը։ Մարդկության գործունեության ամենախոշոր ոլորտներից մեկն է սերվիսը։ Հետևաբար, ոլորտում որակյալ, հիմնարար գիտելիքներով եւ հմտություններով մասնագետների պահանջարկը բավականին մեծ է։ Բազմատեսակ ծառայությունների եւ փոխհարաբերությունների ամբողջություն է սերվիսը։ Հասարակական կյանքում բացառիկ դեր զբաղեցնող համակարգ, հաճախորդների եւ տնտեսվարողների միջև, ոլորտ, որի կենտրոնում մարդն է, իր անընդհատ փոփոխվող եւ բազմաբնույթ պահանջմունքների ամբողջությամբ, որի գործունեությունը նպատակաուղղված է կյանքի որակի բարձրացմանը։ Ամբողջ աշխարհում գնալով ավելի ու ավելի է մեծանում սերվիսի դերը, դառնալով տարբեր երկրների տնտեսությունների առաջատար ճյուղերից մեկը, ներառելով սոցիալ-մշակութային, զբոսաշրջային եւ այլ բնագավառներ։ Իմ զրուցակիցն է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դոցենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, սերվիս մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար Տիգրան Սարգսյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Սարգսյան, իհարկե այն գործընկերը այսպես ասաց իր խոսքում, որ սա շատ լայն ընդգրկում ունի սերվիսը, բայց ամեն պարագայում, երբ ասենք մեզանում այսպես լսում են սերվիս, դե մտածում են ինչ որ հյուրանոց, ասենք հյուրանոցային սերվիս, չգիտեմ մեքենայի սպասարկման երևի սերվիս, չգիտեմ ռեստորանային սերվիս, հա, ու դրանով կարծես սահմանափակվում է։ Դրա համար ես կուզեի բոլոր դեպքերում շատ ավելի հասկանալի պարզ լեզվով այսպես բացատրենք, որ թե սերվիսը որքան լայն այսպես հասկացություն է։ Սիրով նախ շնորհակալ եմ հրավերի համար։ Տեսեք, իրականում հասարակության զարգացման տարբեր փուլերում էլ օրինաչափ կերպով միշտ առաջ են մղվել կամ կարևորվել են գործունեության տարբեր տեսակներ եւ հիմա մենք մի փուլում ենք, որը 20-րդ դարի վերջից սկսել եւ շարունակվում է մինչ այսօր, մի փուլում ենք, որը մեզ տանում է դեպի մի նոր հետ ինդուստրիալ կամ նաև ասում են սերվիսային հասարակություն, դա այն իրողությունն է, երբ մարդկային գործունեության ձևերի մեջ առավել մեծ դեր է ստանում հենց ծառայությունների համակարգը, այլ կերպ ասած սերվիսի ոլորտը։ Իրավամբ նշեցիք ձեր նշած ուղղությունները միանշանակ պատկանում են սերվիսի այդ մեծ համակարգին, ինչպես նաև տասնյակ կամ անգամ հարյուրավոր տեսակներ կարելի առանձնացնել, նաև զբոսաշրջային գործունեության եւ հյուրընկալության գործունեության կազմակերպումը, պլանավորումը, ֆինանսաբանկային եւ գիտակրթական ծառայություններ, հասարակական սննդի եւ այլն։ Այսինքն, բայց օրինակ գիտակրթական ծառայություն մարդիկ այդպես սերվիս չեն պատկերացնում, բայց դա էլ է սերվիս։ Իրականում այո, եւ տեսեք գլոբալ միտումների նաև զերծ չէ մեր երկիրը, Հայաստանի Հանրապետությունը, եթե մենք նայում ենք ամենավերջին նաև վիճակագրական տվյալներով, մեր երկրի ՀՆԱ-ի համախառն ներքին արդյունքի 60 անգամ մի փոքր ավել 61%-ի կարգին բաժին են գնում հենց սերվիսին, իրականում այն ներկայացված է բոլոր ոլորտներում մարդկային գործունեության, իհարկե նաև լինելով առանձին ճյուղ եւ փաստորեն այս բուրըն միտումները անխուսափելիորեն պատվեր են իջեցնում կրթական համակարգի առաջ, ունենալու նաև միջազգային մակարդակով մրցակից եւ բանիմաց կադրեր եւ օրինաչափ կերպով արդեն 2008 թվականից ի վեր Երևանի պետական համալսարանը կանգնեց այս գործի ակունքներում եւ սերվիս կրթական ծրագիրը բակալավրիատի մակարդակով բացվեց մեզ մոտ 2008-ին, հիմա արդեն երկաստիճան բակալավրիատ եւ մագիստրատուրա այդ երկու հարթություններով մասնագետների պատրաստումը ընթանում է։ Եթե ձեր հարցը այդպես ամփոփենք, այո,
ընդունված է տասնյակ եւ հարյուրավոր տեսակներ առանձնացնել ծառայությունների, մասնագետի գործը այնինչ որ կրթական համակարգն է պատվիրակում, դա ծառայությունների պլանավորման, կազմակերպման, օրինաչափությունների, հիմքերի խորին տիրապետումն է եւ դրա կիրառումը։ Իհարկե բակալավրիատի եւ մագիստրատուրայի միջև կան տարբերություններ, ընթացքում եթե կարիք լինի ես դրանք անդրադառնամ, շարունակականության առումով, նեղ մասնագիտական խորացման առումով եւ այլն, մեր երկրում կա դրա կարիքը այն առումով, որ գլոբալ միտումներից զերծ չեն, գնում ենք դեպի հենց այդ հետինդուստրիալ կամ սերվիսային հասարակությունը, հետեւաբար այդ կադրերի եւ մասնագետների կարիքը լինելու է եւ կա։ Պարոն Սարգսյան, հիմա տեսեք դուք էլ եք ասում, որ այդ բնակավարները շատ լայն են, նույնիսկ այ 60%-ը, չէ, եկամտի, ասենք, գալիս է այս բնակավարներից, եթե այսպես ամբողջությամբ վերցնենք։ Ու այսքան որ բազմազան են, դա կրթելու հարցում խնդիրներ չի առաջացնում արդյոք, ինչ որ շատ տարբեր չեն։ Ես դա նկատի ունեմ։ Թե ընդհանրությունները այնքան են, որ հնարավոր է, ասենք, այսպես ընդհանուր։ Տեսեք, իհարկե ունիվերսալ եւ համապարփակ տարբեր տեղերում կիրառելի գիտելիքներ եւ հմտություններ տրամադրելն է մեծ հաշվով կրթական համակարգի գործառույթը, մաքսիմալ կերպով հաշվի առնելով աշխատաշուկայի կողմից նաեւ իջեցվող բանջարկը, բայց նաեւ հասկանում ենք, որ բուհը չի կարող մշտապես շատ արագ փոփոխվող աշխատաշուկայի բոլոր նյուանսներին անընդհատ հետևել եւ դա այդքան էլ հնարավոր չէ, բայց սերվիսային համապարփակ համընդհանուր մոտեցումները, սկզբունքները, կանոնները, օրինաչափությունները եւ դրան կիրառելու գործիքակազմը տրամադրելը, այ հենց դա է այն ինչով որ մենք պետք է զբաղվենք, որոնք արդեն իսկ ելնելով ապագա աշխատողի ճկունությունից եւ գիտելիքներից դա կիրառելի է ամենատարբեր ոլորտներում մեծ հաշվով։ Այ հիմա որ մենք միշտ այ մասնագիտությունից խոսում ենք, նաև խոսում ենք որքան է այն շահավետ, ինչ առումով, այսինքն որքան են նաև վարձատրվում եւ աշխատատեղերի խնդիրն ենք, ասենք, նայում քննարկում։ Հիմա այստեղ ասենք որ քանի տարի է կա, չէ, այս մասնագիտությունը բակալավրիատի մակարդակով։ Հիմա ինչ որ տեղեկություն ունեք, այդ մարդիկ որ ավարտել են, մասնագիտությամբ աշխատում են թե չէ։ Ասենք այդ մասնագիտությամբ աշխատելով վարձատրվում են նորմալ թե չէ, գոհ են թե չէ եւ ըստ այդմ ասենք կոնկուրս ընդունվելուց լինում է թե չի լինում, այս հարցերը կարևոր են, այ։ Շնորհակալ եմ, իրականում քանի որ լայն եւ համապարփակ ոլորտ է, ապա ըստ մասնագիտության աշխատելու հնարավորությունները եւս լայն են։ Ես մի փոքր պես նախապատմություն իմ եթե սեփական փորձից ելնելով գործի բնույթով ու հաճախ գործուղումների մեկնում եմ եւ հավատացեք անգամ սկսած Զվարթնոց միջազգային օդանավակայանից ամենատարբեր մեկ օրինակ պարզապես լինի դա չեքինից մինչև այլ հատվածներ տեսնում ես կամ ներկա ուսանողների կամ շրջանավարտների եւ դա մի շատ ջերմ եւ հաճելի հանդիպում է, իսկ եթե նայենք ոլորտներով, ապա միանշանակ անգամ միջազգային բրենդային մեր երկրում ներկայացված միջազգային բրենդային հյուրանոցային ցանցերի տարբեր օղակներից մինչև բանկեր, ապահովագրական ընկերություններ, զբոսաշրջային գործակալություններ եւ կազմակերպություններ, ընդ որում տեսեք, այստեղ մի հետաքրքիր պահ կա, որ սերվիսային բոլոր աշխատանքները, մասնագիտությունները մեծ հաշվով երկու հատված ունեն՝ front office եւ back office երևացող եւ չերևացող, տեսեք, չերևացողի մասով չեմ կարող ինչ որ բան դատել, բայց տարբեր ընկերությունների reception-ներից մինչև երևացող հատված, այո, ամենուրեք կարելի է հանդիպել ուսանողներին, այս զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ, այցելուների կենտրոններ Երևան քաղաքի տարբեր հատվածներում, այսինքն ըստ մասնագիտության աշխատելու հնարավորությունները կան եւ աշխատելը կա եւ նաեւ բակալավրիատի մակարդակով էլ ընդունելության այդ մրցույթի մեծ եւ ուրախացնող արդյունքները նաեւ դրա մասին են վկայում։ Իհարկե զինվելով գիտելիքներով աշխատաշուկայում դիրքավորվելը, կիրառելը արդեն նաև տվյալ շրջանավարտի հմտությունն է, բայց այո, կա հնարավորություն եւ դա օգտագործվում է աշխատաշուկայում սեփական տեղը գտնելու եւ դիրքավորվելու։ Այ հիմա մենք հիմնականում այն խոսելու ենք մագիստրոսական ծրագրի մասին,
Այ վերարկիր է սովորաբար երբ նայում ենք աշխարհի փորձով ես միշտ ասում եմ, որ այն զարգացած երկրները, որոնք նաև մեծաքանակ բնակչություն ունեն, նեղ մասնագիտացումները ավելի շատ են, նրանք հնարավորություններ մեծ են եւ շատ են։ Մենք փոքր երկիր ենք, այդքան հնարավորություն չունենք նեղ մասնագիտացումների առումով, բայց համենայն դեպս հիմա որ եկանք մագիստրոսական ծրագրին, այստեղ կան նեղ մասնագիտացումներ, թե չկան, թե ավելի ասենք խորանում է ընդհանուր ուսուցումը, այդարքի։ Տեսեք, շարունակականությունը, հա, կրթության տարբեր մակարդակների, եթե մի փոքր ես հիմքից փորձեմ բարձրանալ, իհարկե բակալավրիատում եւ ընդհանուր մասնագիտական դասընթացներ, ընդհանուր գիտելիքների տրամադրում եւ ողջ աշխարհում մեծ հաշվով մագիստրական կրթությունը մի քանի պարտադիր բաղադրիչներ ունի, դա հետազոտահենք լինելը, research based, այսինքն շատ ավելի կոնկրետ հետազոտական աշխատանքներով, հիմնախնդրահենք լինելը, այսինքն ոչ թե նկարագրական ինչ-որ իրողությունների անդրադառնալ, այլ վերհանել խնդիրներ եւ հասկանալ դրանց լուծման նաեւ գործնական ուղիները, բնականաբար նաեւ ավելի քիչ դասախոսակենտրոն, ավելի շատ ուսանողակենտրոն, ինտերակտիվ սեփական պրոյեկտների նախագծերի հիման վրա եւ այլն։ Եվ հենց այդ հիմնարար սկզբունքների հիման վրա մենք մագիստրատուրային փորձում ենք շեշտը դնել ավելի գործնականում կիրառական բնույթի դասընթացների վրա, հմտությունների։ Այս պահին մենք ունենք երկու մագիստրոսական կրթական ծրագիր, որոնցից ես այս պահին մեկն եմ ներկայացնում, մյուսը դեռևս այս պահին մենք մի քիչ արկախած վիճակում ենք թողել, սերվիս հենց այդպես է կոչում, ընդհանուր ավելի բնույթի։ Տեսեք, ամենատարբեր թեմատիկ ուղղություններ, ինչպիսիք են ծառայությունների, սերվիսի եւ ծառայությունների տարբեր տեսակների պլանավորման, կազմակերպման, բիզնես պլանավորման, ռիսկերի կանխատեսման եւ դրանց հնարավոր ղեկավարման եւ ինչը շատ կարեւոր է եւ կարող է նաեւ հարց ծագել աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետում գտնվելը ինչպես է ազդում, հա, այս մասնագիտության վրա, տեսեք, Հայաստանի Հանրապետության եւ նրա տարբեր մարզերում սերվիսի գործունեության համաչափ զարգացման, իսկ այն որ մեր երկրում կա համաչափ տարածքային զարգացման խնդիր, տարածքների այո, դա կա, այսինքն մարզային եւ համայնքային կարողությունների զարգացում ամենատարբեր առումներով եւ նաեւ մարզային ու համայնքային հիմնահարցերի վերհանում, լուծման ուղիներ, տարածքային պլանավորում, ինչու՞ չէ աշխարհագրական միջավայրի տարբեր գործոնների ազդեցությունը սերվիսի վրա, իսկ դա կա, օրինակ մարդկային պահանջմունքների վրա, անգամ իրենց ապրելու բնակլիմայական պայմանները, իրենց ապրելու աշխարհագրական միջավայրը, ռեգիոնը ունեն այդպիսի ազդեցություն։ Եթե ամփոփենք, ապա մագիստրական մակարդակում հիմնվելով այն ընդհանուր տեսական գիտելիքների վրա, որոնք ձևավորվել են արդեն բակալավրիատում, մենք փորձում ենք ավելի կազմակերպման, պլանավորման եւ նաեւ տարածքային առումով այս ուրեմն եւ միջավայրի գործոնները հաշվի առնելով դա շարունակել եւ եւս մեկ կարեւոր դրույթ, եթե թույլ կտաք, ուրեմն 1980-ականների վերջից ի վեր կա մի շատ կարևոր հայեցակարգ, որը կոչվում է կայուն զարգացում կամ sustainable development անգլերեն, եւ մեր ֆակուլտետը աշխարհագրության երկրաբանության հենց այդ գաղափարների նաեւ տարածման ակունքում է։ Սա ինչ է նշանակում, այնպիսի տնտեսվարում, որը նաեւ կխնայի շրջական միջավայրը եւ բնական ռեսուրսները ռացիոնալ կօգտագործի, այսինքն եռանկյուն, եթե պատկերացնենք, տնտեսական, էկոլոգիական եւ այդ ամենը սոցիալապես արդար, ներառական եւ ընդգրկուն ձևաչափով։ Օրինակ, ինչպես կարող է սերվիսի կամ նրա կարևոր ուղղություններից մեկի туриզմի զարգացումը բերել աղքատության կրճատման, համայնքային զարգացման, համայնքային կարողությունների ձևավորման եւ զարգացման եւ այլն։ Այսինքն մեր ֆակուլտետի այդ կարևոր նաեւ շեշտադրումներից մեկը կայուն զարգացման հայեցակարգն է, որը մենք հաջողությամբ փորձում ենք սերվիսային մասնագետների պատրաստման ժամանակ եւս հաշվի առնել։ Դե այստեղ ես կարծում եմ շատ կարևոր է նաեւ համաշխարհային փորձը ներողություն եւ իհարկե այս համացանցի դարում մի քիչ դա հեշտացել է այդ փորձը վերցնելը, չնայած, չգիտեմ, շփումները
անմիջական միշտ իրենց դերն ունեն, այստեղ եթե նայենք, ասենք աշխարհի փորձը այդ զարգացած երկրների, նաև այս ուսումնական պլանի եւ այլնի հարցում մենք օգտվել ենք դրանից, ենթադրում եմ, որ օգտվել ենք, չէ, վերցրել ենք, երևի տարբեր երկրներ զարգացած տարբեր փորձ ունեն։ Այո, միանշանակ եւ այն ինչ որ վերցրել ենք, մենք ունենք նաեւ իրավունք եւ տարեկան կտրվածքով որոշակի վերանայումներ եւ վերափոխումներ կատարել, այսինքն կրթական ծրագիրը լավարկելու առումով բարբերաբար մենք նայում ենք տարբեր հատկապես արևմտյան երկրների բուհերի լավագույն փորձը, որտեղ որ հիմնական շեշտը սերվիսին զուգահեռ գնում է դեպի hospitality հյուրընկալություն, այսինքն այդ ուղղությունը hospitality management հյուրընկալության կառավարումը, որը մեծ հաշվով կարելի է նաև համարժեք համարել սերվիսին, այ միտումը գնում է հիմնականում այդ ուղղությամբ, քանի որ նայեք հյուրընկալությունը տեսեք եւ էքսկուրսիաներ, գիշերակաց, սնունդ, ճանաչողական ինքը շատ համապարփակ, բայց եւ կոնկրետ սերվիսային մի հատ շերտ է։ Եվ հեռանկարում մենք լրջորեն դիտարկում ենք նաև մեզ մոտ այդ հյուրընկալության կայուն զարգացման կամ հյուրընկալության կայուն կառավարման կամ կայուն կազմակերպման այդ դրույթը եւ բացի այդ, քանի որ միջազգային փորձից խոսեցիք, ես մի քանի բառով նաև միջազգային համագործակցությանը կցանկանայի անդրադառնալ, օրինակ Եվրոպական միության Erasmus+ ծրագիրը, որը շատ լավ փոխանակման հարթակ է ակադեմիական փոխանակման եւ ուսանողների եւ դասախոսների համար, մենք այս պահին արդեն բավական լավ հիմքերի վրա դրված ավելի քան 2 տարվա ունենք համագործակցություն Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի Էդվիոժ Լորանտ համալսարանի հետ ուսանողների փոխանակման առումով եւ տարածիորեն մի քանի օր առաջ ես ստացա լավ լուր առայն, որ մեր գործընկերները Վիլնյուսից Լիտվայի մայրաքաղաք դիմել են Erasmus-ով մեզ հետ աշխատելու եւ ստացել են դրա մասնորը, այսինքն հետագայում Լիտվայի մայրբուհի Վիլնյուսի համալսարանի հետ մենք եւս կունենանք այդ ծրագրերը, ինչը նաեւ լավ հնարավորություն է ծանոթանալու ակադեմիական միջավայրին, լավ փորձին եւ դա տեղայնացնելու հնարավորություններին։ Իսկ ես նայում եմ, որ երկրները իհարկե կան ընդհանրություններ, որ բոլոր երկրների համար ընդհանուր են սերվիսի ոլորտում, բայց կան նաև առանձնահատկություններ այն առումով, թե այդ երկիրը ինչ ունի, զուտ դուք ասում եք, չէ, ինչ հյուրընկալություն է, եթե վերցնենք, հա, օրինակ երկիր կա, որ ասենք այդ պատմական հարուստ, չգիտեմ, չունի այդ հարուստ նմուշներ եւ այլն, եւ կարող է բնություն ներկայացնել, չգիտեմ, բնական ռեսուրսներ, մենք այդ առումով ավելի նախընտրելի դիրքում ենք, որ ասենք հին երկիր ենք, ունենք, ասենք հին մշակույթ, ունենք հին ճարտարապետություն եւ նաեւ բնություն ունենք այդ արկիր այն առումով, որ մեր երկիրը հարթավայր է ինչի եւ տարբեր էս կլիմայական եւ այլ այս առանձնահատկություններ ունի այդ առումով եւ այս առանձնահատկությունները ուսուցման ժամանակ հաշվի առնվում են թե չէ։ Ես կարծում եմ, որ պիտի հաշվի առնվեն, որ ասենք եթե Հայաստանում եք կրթվել, Հայաստանում աշխատելու այդ առանձնահատկությունները պիտի հաշվի առնվեն, այդպես չի։ Միանշանակ, թերևս ելնելով յուրաքանչյուր պետության ներսում ձևորված պատմական սոցիալ-մշակութային եւ այլ պայմաններից կան համապատասխան կետեր, միգուցե նաև եթե խորը մտածենք հայկական սերվիսն իր առանձնահատկությունները նաև ունի, որովհետև մեզ իհարկե պետք է դիվերսիֆիկացված մոտեցում, օրինակ ճապոնացի կամ ամերիկացի կամ իսլամական որևէ երկրի այցելուների դեպքում սկսած ճաշացանկից մինչև սպասարկման մոտեցումները լրիվ տարբեր պետք է լինեն, այո, ինչպես արդեն նշեցի, աշխարհագրության երկրաբանության ֆակուլտետում գտնվելով մենք իհարկե միջավայրային գործոնների ողջ բազմազանությունը փոխանցում ենք եւ սովորեցնում, իսկ իհարկե պրակտիկ աշխատելու ժամանակ անգամ եւ հյուրանոցներում հաճախ շրջանավարտների հետ խոսելուց իրենք ասում են, որ այս երկրի այցելուները այսպեսի մոտեցում են ցանկանում են տարածաշրջանի կամ են կրոնի մեկ այլ մոտեցում եւ այլն, այո, դա շատ բազմազան է եւ ճիշտ նշեցիք, ինչ ունեն իրենք այդ պահին, ես
բախտ թերևս այդպես կարող եմ ասել, մեկ շաբաթով Աֆրիկայում լինելու ունեցել եմ եւ ես օրինակ աֆրիկյան սերվիսը կարողացա հասկանալ եւ ապրելով իրենց ավանդական այդ ծղոտե տնակներում ես տեսա մի բան, որ եթե տնակը ունի դուռ, որը բանալիով կողպվում է, դա համարվում է արդեն բարձրակարգ ծառայություն։ Այսինքն, իրոք, որովհետեւ կան նաեւ ռիսկեր որոշակի այդ բնական միջավայրում, դա եթե մենք այդ նույն թեման բացենք նույն ՀՀ-ում կամ եվրոպական որևէ երկրում, դա ծիծաղի պատճառ կարող է դառնալ։ Այսինքն ելակետային պայմանները, ձևավորված սոցիալ-մշակութային ավանդույթները միաժամանակ իհարկե ունիվերսալը կա, սպասարկման համընդհանուր կանոնները, բայց դա ազդում է մեծ հաշվով։ Եվ ինչու՞ չէ միջազգային գլոբալ հյուրանոցային ցանցերը տարբեր երկրներում երբ որ աշխատում են, այդ երկրի մշակույթի ինչ որ ատրիբուտ այդ հյուրանոցում կամ այդ ռեստորանում կարող է լինել եւ դա հավելյալ հմայք է հաղորդում այդ սերվիսային միջավայրին մեծ հաշվով, պես որ նայենք։ Ես միշտ հարցնում եմ այդ սերային ներգրավվածությունը, այսինքն մասնագիտություններ կան, որ այսօր դառնում են կանացի ինչ որ առումով դեռ քիչ մասնագիտություններ կան, որտեղ տղամարդիկ էլի պաշտպանում են եւ պահպանում են իրենց այսպես արտոնյալ դիրքը, բայց մասնագիտություններ կա, որ ընդհանրապես ասենք տղաներ կարծես թե չկան, նույն ժուրնալիստիկան ցավոք այ նայում ես գնում է դեպի դրան, այստեղ ինչպես է հետարքիր է, այստեղ այդ հավասարություն է թե ոչ։ Մի քայլ եթե հետ գնամ, տեսեք, մենք բարեբախտաբար կոտրում ենք այն կարծրատիպը, որը կար գիտեք, այսպես ասեմ, մի 15 անգամ 20 տարի առաջ, որ կան պատվաբեր եւ պակաս պատվաբեր մասնագիտություններ։ Գիտեք, եթե աշխարհում գլոբալ առումով միջինը համախառն ստեղծված բարիքի 65-70%-ը սերվիսին է բաժին ընկնում, ապա այդ կարծրատիպեր ունենալը արդեն բավական ճոխություն կարելի համարել։ Դա կոտրվում է, բայց եկեք նաև չմոռանանք, որ service բառի հիմքում to serve, որը ծառայել է մեծ հաշվով նշանակում եւ ես ուրախ եմ, որ հիմա շատ ավելի առաջադեմ ենք մենք դրան նայում։ Իսկ ելնելով սերային ուրեմն տարբերակվածությունից մենք այս պահին կարող եմ ասել, որ մեր կուրսերում էլ եթե նայում ենք, տղա ուսանողներն ավելի քիչ են, աղջիկները գերակշռում են, բայց աշխատաշուկայում տեղավորվելու առումով բոլորի համար կան հավասար պայմաններ, օրինակ իհարկե ավանդաբար միգուցե ինչ-որ անվտանգային եւ այլն դա տղաների դեպքում, բայց եւ հյուրանոցային եւ ռեստորանային մենեջերական, ֆինանսական համակարգի տարբեր օղակներում սերային ուրեմն բալանսը նորմալ պահպանվում է, այսինքն մենք ինչ որ տենց դիսբալանս, միգուցե աղջիկների ավելի շատ ամեն դեպքում, բայց տղաների դեպքում եւս հավասար պայմաններ ընդգրկվելու, վաստակելու կան, այսինքն այդ առումով խնդիր չկա, այսպես կարող։ Պարոն Սարգսյան, ինչ կա հետարքիր է, հիմա որ նայում ենք, եթե ասենք բակալավրիատից հետո կամ մագիստրատուրա, ուրեմն այստեղ եթե մարդիկ ուզում են այս գծով, ասենք խորանալ գիտության մեջ, չէ, որտեղ այստեղ էլ ուսումնասիրության, այ դուք էլ եք ասում, որ մագիստրատուրան ուսումնասիրում է իհարկե ավելի պրակտիկ, բայց բոլոր դեպքերում երևի այս գիտությունը այստեղ էլ անելիք ունի, չէ, այսինքն ապագայում հնարավոր է այս գծով, չգիտեմ, ասպիրանտուրա պաշտպանել թե չէ կամ թե ոչ, այ մտածում եք այդ ուղղությամբ թե ոչ։ Եվ կա դրա փորձը, տեսեք, ուրեմն այստեղ մի փոքր մենք պետքա ոնց որ արևմտյան ու եթե գիտության արևմտյան ռուսական շկոլաների եթե նայենք, այդտեղ տարբերություն կա։ Միանշանակ, օրինակ սերվիսոլոգիա, սերվիսվիդենիա, դրանք նույն ռուսական շկոլայում կան, բայց արևմուտքում ոնց նշեցի, hospitality management մենք ունենք ասպիրանտներ, ունենք հայցորդներ, ովքեր պաշտպանելու են այդ թեմատիկայով, բայց դեռևս աշխարհագրական գիտությունների դոկտորանտուրա, տեխնացուի ուրեմն կարգավիճակով, իսկ աշխարհագրություն այնպիսի գիտություն է, գիտության համակարգ է, որը թույլ է տալիս տարածական, միջավայրային եւ այլ ֆակտորները կապելով սերվիսի հետ ունենալ հետաքրքիր այդպիսի աշխատանքներ եւ մենք ուրախ ենք, որ ապագա գոլեգաներ մեզ
այո, աշխարհագրական գիտությունների շիֆրով, բայց մենք կունենանք սերվիսով պաշտպանած եւ այդ ուղղությամբ, այսինքն туриզմով, սերվիսով եւ երիտասարդ մասնագետներ, ովքեր որ արդեն մեզ կօգնեն, կներգրավեն մեր աշխատանքներում, այսինքն կա այդ հնարավորությունը, կա առանձին գիտակարգ որպես այդպիսին սերվիսում ֆունդամենտալ գիտակարգ դժվար է պատկերացնել, այս պահին գոնե, բայց աշխարհագրությունը ելնելով իր համապարփակ բնույթից դրա հնարավորությունները տալիս է մեր պաշտպանական խորհրդում Երևանի պետական համալսարանում Ես նկատի ունեմ նաև դասավանդողների կարևորությունը, այսինքն պիտի այդ դասավանդողներ պատրաստել, չէ, որպեսզի ովքեր են դասավանդելու եւ ինչ են դասավանդելու, այս առումով դա կարևոր է, որ ասենք լինեն մասնագետներ, որ իհարկե անընդհատ աճեն, չգիտեմ, զբաղվեն եւ կարողանան դա այդ գիտելիքները փոխանցել, ես նաեւ դա նկատի ունեմ։ Եվ այդ սերնդափոխության հարցը մեր մոտ ամբիոնում, սերվիսի ամբիոնում Երևանի պետական համալսարանի մենք ունենք այդ սկզբունքը բավական պատշաճ կերպով ապահովում ենք, նոր ավարտած մագիստրոսներ, հայցորդներ, որ մենք արդեն գիտենք իրենց ուսանողական տարիներից, մեր ուսանողները իրոք շատ ուրախանում ենք իրենց տեսնելով մեր կողքին սեմինարավար արդեն, մեր հայցորդը, ապագա ուրեմն գործընկեր այդպես ասենք, այնպես որ այո, այդ գիտելիքներով զինվելով հնարավորության դեպքում նաև ասպիրանտուրան ավարտելով եւ պաշտպանելով մենք այդ կադրերի բազան կապահովենք եւ ապահովում ենք։ Հիմա այսօր բոլոր մասնագիտությունների ներկայացուցիչները ինչ որ կերպ առնչվում են արհեստական բանականության հետ։ Այդ առումով մի կողմից իհարկե մարդիկ, եթե դա օգտագործում են այնպես ճիշտ եւ չգիտեմ օգտակար դա այլ է, բայց հաճախ ասենք ուսանողների դասախոսների մոտ խնդիրներ են առաջանում, երբ ուսանողները ասենք չեն աշխատում, այլ վերցնում են պատասխաններ արհեստական բանական եւ այլն։ Այստեղ այդ խնդիրը որքանով է դրված կա թե չկա, ինչպես է։ Ես այդ հարցին կցանկանայի պատասխանել ես իմ մագիստրոսներից մեկի խոսքով, որը թեվավոր խոսք դառավ կարելի ասել, այս քննարկումներից մեկի ժամանակ ինքը ասեց պետք է արհեստական բանականությունից օգտվել արժանապատիվ կերպով։ Հիմա ինչա սա նշանակում թերևս AI-ը եթե մենք դիտարկում ենք գործիքակազմ եւ ինձ թվում է որ այո պետք է դիտարկել գործիքակազմ, որը թույլ կտա առավել օպերատիվ կերպով եւ տարանջատել առաջնային ու երկրորդային առաջադրանքները եւ ազատված ժամանակը օգտագործել ավելի կրեատիվ կերպով։ Այո, մեծ է գայթակղությունը երբեմն այն առաջադրանքը, որ այդքան էլ մեր սրտով չէ, պատվիրակել մեկ ուրիշին, բայց չեմ ուզում համընդհանուր միտումներին այդ mainstream-ին դեմ գնալ եւ ասում եմ թերևս իմ տեսակետը հետեւյալն է, որ զուտ գործիքակազմ պետք է լիներ եւ պետք է լինի իմ խորին համոզմամբ, բայց այո, ցավոք տեսնում ենք, որ եւ անգամ այսօր կան անտիպլագիատ համակարգերը, որով մենք անցկացնում ենք տարբեր ավարտական աշխատանքներ, թեզեր եւ երևում է այն հատվածները, ինչը ապացուցում է ձեր ասածը, որ այո, երբեմն ոչ այնքան նպատակային կերպով է այդ օգտագործում գնում, ոչ այնքան արժանապատիվ, ոչ այնքան արժանապատիվ կերպով, այո, բայց արժանապատիվ օգտագործելու հնարավորությունները միանշանակ կա, շատ ուսանողներ ասում են, ես օգտվել եմ ինչ որ գրքեր կամ աղբյուրներ գտնելու համար։ Իսկ հետո այդ գրքերից եւ աղբյուրներից օգտագործել եմ ինքնուրույն դրանք։ Ամեն դեպքում ես ինքս փորձել եմ աղբյուրներ եւ գրքեր գտնել ու դրանց հետևից գնալով տեսնում ես որ դա չկա օրինակի համար։ Ու երբ որ ասում ես որ սա չկա, ինքը ասում է ներողություն։ Ուղղակի այնպես որ օգտվենք արժանապատիվ, չմոռանանք որ բուհում ենք, չմոռանանք որ սկզբից նշեցին գիտակրթական ծառայությունների սպառողներ եւ շահառուներ ենք համարվում եւ պետք է մեր բնական բանականությամբ հասնենք նրան, ինչի համար եկել ենք բուհ մեծ հաշվով։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Երևանի պետական համալսարանի աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի սերվիսի ամբիոնի դոցենտ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, սերվիս մագիստրոսական քրթական ծրագրի ղեկավար Տիգրան Սարգսյանն էր, նրա հետ զրուցեց Ստեփան Զաքարյանը, կհանդիպենք։ Մասնագիտություն